խոհանոցում գործ անում, երեխան մի անգամից սկսեց անձրև էր գալիս։ Չմտածեցի գուցե անձրևը թափվում է, պարզեց երեխայիս վրա է թափվում։ Ու ահազանգ հետևից, հենց այդ դեպքից հետո մենք մի անգամից երեխաներով տեղափոխվեցինք իմ հայրական տուն։ Արդեն երեխաներս մի տարեկանին ամսական են, ես բնակվում եմ այնտեղ։ Օրը երկու անգամ գալիս եմ դասարկում գնում, գործ ենք էլի անում, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, մենք էլ փորձում ենք գեղեցկանալ։ Այս տարբերակով ամեն ինչ հումորի ենք վերածում, բայց որ 21-րդ դարում պատկերացնում եմ այս պայմաններում ապրելը մի քիչ զարմանալի է ինձ թվում։ Իմ ամուսինը, եղբայրը, ամեն տարի ինչ-որ մի բան անում ենք, բայց որ կարկատանի տեղ չկա, էլի կոպիտ ասած։ Արդեն ջուրը հասել է երրորդ հարկում էր նույն կարգավիճակը, նույն իրավիճակը։ Հələ այնտեղ մարդիկ ռեմոնտ են արած, ավելի վատ վիճակում են։ Շրել եմ այստեղ, որ երեխան չի մտնի այն սենյակը, որովհետև շատ վտանգավոր է, ահա որ վիճակում է մեր սենյակը։ Խնդրեմ, համեցեք։ Այսպիսի պայմաններում ենք ապրում ենք, Բաղաբերդի 20-ում, 4-րդ հարկում։ Օրվա մեջ երկու անգամ այս տարաները փոխում են, թափում են, որպեսզի ներքևի հարկը չի գնա։ Մատի մեջից ջուր է գալիս, ասի որտե՞ղ է գրված։ Որ թվում եք ապրում եք վաբշե։ Ես նույնիսկ հոսանքը միացնեմ, քանի որ տանը կա փոքր երեխա, մարդս մտածում ես մի հատ կտրակի մի բան կլինի։ Երեխան այս տան մեջի բացվեցում է, մենք չենք դսվում, մենք 5 ամիսա չենք դսվում։ Սաղվար դեղերի փող, հիվանդանոցների փող են հնարավոր չէ, 5 տարեկան երեխա ես այնքան դեղորայք եմ տվել, որ աղիքները սուկեր են եկել։ Դա մի հատ այլ իրավիճակ է, ես չգիտեմ, հասկացան, գնացին դեղ մնացին։ Լավ, հասկացան, դուրս եկանք այստեղից, դուռը փակեցին, դուրս եկա։ Շենքը փլզվի, բա մնացածը։ Մեզ ասեցին հնարք չկա, համբերեք, այսինքն երկու ամիս ասենց անձրևային է, մենք պետք է համբերենք։ Նախկին համայնքապետը մեզ նման ձևով պատասխանել, որ բյուջեում գումար չկա, այս նորոգելու համար շատ մեծ գումարներ են պետք, չեն կարող օգնել։ Ներկա համայնքապետի մի քանի օր առաջ են գնացել բնակիչներով, 4-րդ հարկի, նույնիսկ 3-րդ հարկի բնակիչներով, անձամբ իր մոտ չենք մտել, տեղակալի մոտ ենք մտել, տեղակալը մեզ հավաստիացրեց, հույսով արեց, այսպես ասած, որ հրատապ շենքերի մեջ է ընդգրկված մեր շենքը, որ կանենք մինչև տարվա վերջ, բայց խնդիրը այնպիսին է, որ օրհասական է, նույնիսկ ասել եք մեր ամուսիններն էլ այդ շինարարությանը կօգնեն, ինչով որ կարող եք, մենք էլ կողքից ինչ-որ գումարա որոշակի, մենք էլ կհավաքենք, 4-րդ հարկն էլ, 3-րդ հարկն են, համաձայնություն տվել են, գոնե քողարկել, գոնե որ անձրևի 30%-ը թափվի իմ տանը, ես գոհ կլինեմ։